Հանդիպում Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկների եւ հայտնի բարերար Էդգար Արամյանի հետ տեղի ունեցավ մարզահամալիրում։ Ջերմողջույնի խոսքերով, խոշոր ֆինանսական նվերներով եւ պատվոգրերով բարերարը ժամանել էր Ախալքալաք։ Եկել են մեր մարզիկներ, մարզիչներ, ծնողներ, հյուրեր։ Ես այսօր ուզում եմ ներկայացնել բոլորիս արդեն հայտնի, բոլորս ճանաչում ենք Էդգար Արամյանին, գործարար, որը կանգնած է մեր կողքին, ամեն մի մեր լեզվով ասած նեղենգնելուց Արամյանը մեր կողքն է, հովանավորել է պետք եղած ժամանակ ու պատրաստ է էլի հովանավորում է միշտ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իրենից, Էդգար ջան, շնորհակալություն, ծափարենք, ողջունենք, որ մեր ժավախտում ունենք այսպիսի մեծատարով մարդ, ով կանգնած է սպորտի կողքը եւ ոչ միայն սպորտի, հայրենասիրությամբ նա միշտ ամենտեղ ցույց է տվել իր հայրենասիրությունը։ Մի քանի անգամ արդեն օգնել է, Արամյանը կանգնել է մեր կողքին, հովանավորել է, այսօր նույնպես եկել է 25 թվի մեր լավագույն մարզիկներին ողջունելու եւ պարգևատրելու։ Շնորհակալություն ևս մեկ անգամ եւ դառնա տալիս մեր գործարարին Էդգար Արամյանին։ Ժողովուրդ ջան, լավ եղիք, լավն ու բարին ձեզի։ Ես կուզեի որ այս հաղթանակը, ամեն ինչ նոր տեսնենք, պրոստո պատահականություն չէ։ Շատ մեծ երեխաները, շատ մեծ պատանի մեր երեխաները, շատ դժվար ու շատ քրտինք են թափել տալիջում մեզ զալով։ Давайте ես կուզեի առաջին հերթին բուրը ծափարենք մեր բոլոր սպորտսմեններուն, որ միշտ մեզի լավ ռեզուլտատ տան։ Ջավախ երկիրը հնարավոր չէ որ մեզի վատ ռեզուլտատ տա։ Կա ջավախ երկիր, կա ջավախքի տուխը, կա ջավախքի հոգին, հնարավոր չէ որ մենք ուրիշ ռեզուլտատներ ունենանք։ Եթե իմանաք որ ես իսկական հոգով սրտով եմ, մեկ իմ քովալ լիշնի ոչ ժամանակ կունենա, ոչ կումար կունենա, ես եկել եմ ոչ թե для того, чтобы մեկ իմ զարմացնելու, եկել եմ որ ծիր կողքին ելնեմ, որ իմանաք որ սպորտը երեխաների կողքին կա։ Ու ես ձեզի խոսք ուտամ, որ պատաններին խոսք ուտամ, որ եթե կա возможность առաջ ասված, ես միշտ ձեր կողքին կայնած գլեմ։ Սերժիկի կոմանդան է, Սերժիկի ոչ չէ, այսօր Ադոմիս կոմանդան է, տղաքը փայլուն ռեզուլտատներ ունի, մենք տեսնենք իրենց մենակ աշխատանքը, բայց առանց ունիկալնի տրիներներու, առանց Ադոմի չարչարանքի, առանց Սերժիկի չարչարանքի ոչ մի բան չի ելնի։ Դուք կուքակ թեատր տեսնիք մենակ սպեկտակլ, բայց չգիտեք ինչ աշխատանք է տարված, ինչ չարչարանք է տարված, ու ինչ երեխաներու վրա քրտինք է թափած։ Поэтому всегда вперед, դուխում չգնիկ, ես ամեն ինչ որ գսեմ ճայլներում վերաբերվի։ Եթե ընկակ վար ու վերելակ, եդիկ ֆիզիկա չէ, եդիկ խարակտերն է։ Եթե խարակտեր ունեցաք, ամեն ինչ հաղթարիք կը։ Պրոստը տակ, չմտածիք, սուտ կլի, ձեզի խապենք, եդ պրոստը տակ ոչ մի բան վերեն չի եկնի։ Մենակ ամեն ինչը շատ աշխատանքի, քրտինքի ռեզուլտատն է։ Поэтому ես ձեզի մաղթեմ գամնալավն ու բարին ու еще разочек подчеркиваю, որ ես ձեր կողքին եմ, не имеет значения, расстояние կապ չունի, հոգին կապ ունի, ցանկը կապ ունի։ Вот ես գիտեմ դե այդ ամեն ինչ ունենալով, вот եթե ցանկություն ունենամ, կարելի է ամեն ինչը շրջել։ Молодцы, еще разочек право, еще разочек аплодируем մեր սպառաններին։ Մարզիկները այսօր կիկբոքսի երեխաները գտնվում են Իտալիայում մերսման, Երևանում Եվրոպայի առաջնություն է, այնտեղ ունենք մասնակից, շուտով Դուբայում աշխարհի առաջնությունը մեծահասակներից Արտուշ Կոմցյանն է գտնելու, դեմը Եվրոպայի առաջնություն է, Գոր Այվազյանը էլի, Արշակ Էլիզբարյանը նույնպես պատրաստվում է եւ ընդհանուր առմամբ բոլոր մեր տղաներին ցանկանում ենք հաղթանակներ մինչև դեկտեմբեր ելնի պիտի Եվրոպայի աշխարհի առաջնությունները։ Ես իմանամ։ Գասենք տեղյակ պահենք անպայման ու ունենք լավ մարզիկներ, որ փոքր տարիքի տղաները նույնպես Յուրան Գրիգորյանը շուտով կմեկնի Եվրոպայի առաջնություն, Գոր
Գոր Ղազարյանը նույնպես բոլորին շնորհավորում ենք, բոլորին։ Եվ մեկ անգամ ևս շնորհակալություն ձեզանից ուշադրություն դարձնելու տղաներին ողջևորելու համար։ Ուրիշ բան չեմ։ Այվազյան։ Давайте, аплодируем. Горджан, молодец, Валис. Менна вперед. Горин грамотан у $1000 ամերիկական մարդուչադար։ Արտյուշ Գոմցյան։ Молодец, чемпион. Давай, родной. Մարդուչադար պրա, գեզին։ Կիկբոքսի տանք, ինչ տարբերություն։ Конечно. Սերժ Սարգսյան, կիկբոքսից։ Ինքը չեմպիոնի, ասպերն չեմպիոնի ինքը գտնվում Իտալիայում Իսլամ մեդալ կրող է, դեր ֆրակցիայում ինքը չեմպիոն չդառնա։ Ես վստահ եմ։ Давай, родной, спасибо. Вернեցեք։ Всё, ապրիկ, ծափարություն։ Արտյոմ Կիրակոսյան, կիկբոքսից։ Давай, Артём, молодец. Молодец. Կապ չունի։ Մեդալը կարող ուրեմն չեմպիոն է։ Գրիշա Էլիզբարյան, որը ես ասեցի Եվրոպայի առաջնությանն է, վաղը Պրոբլեմ չկա, ծանոթների Արտյոմ Յորդանյան Артём ջան, աննալավ ու բային բան։ Շնորհավոր Արտյուշ Այվազյան Давай, родной. Спасибо. Աշակ Էլիզբարյան Հարազատ Ակոպյան Սարգիս Տոնականյան Շատ ուրախ եմ։ Ռական Գասպարյան Սենով է կամ ինքը էստեղ է, իսկին մեծում է։ Մասնակցել եք։ Սամվել Կազարյան Ում նորից մեկ անգամ շնորհավորում ենք տղաներ եւ ցանկանում մեդալային ավելի մեծ նույնիսկ արտանագներ տանին ու մեր ցանկությունը ամենամեծ որ օլիմպիական մեդալը հասնի Ջավախ կախրկել եք։ Եթե օլիմպիական մեդալ եղավ, ես սաղուն առաջ խոսք կտամ, որ առաջին ավտոն կստանա նվիր։ Դուք ձերը գենեք, ես իմ սկենիմ։ Իմ մորքուրիս թորը դարձավ ու սամբը Եվրոպայի ու Ռուսաստանի չեմպիոն ու ստացավ ավտո։ Մեր հայերը շատ են ստացեին ձեզ ավտո, Ալեքսանյանը, Ջերմագարչը, մնացածները, ծանրամարտիկները, поэтому ես խոսք ուտամ, դուք խոսք ուտակ, որ կստանաք օլիմպիական չեմպիոն տարնակը, ես խոսք ուտամ, որ ձեզի ավտոմեքենան անպայման Օլիմպիական երրորդն է։ Մարզիկները եւ ծնողները հայտնեցին իրենց շնորհակալանքի խոսքերը բարերար Էդգար Արամյանին։ Սիրելի ծնողներ,
ժավախ աշխարհ։ Մենք այսօրվա դրությամբ ապրում ենք այն դիրքերով, որ մեր այս ժավախքը շատ դժվարին բահերի մեջ է, որովհետև մեր ունեցած սերունդը այսօրվա դրությամբ ապրում են օդարափերում։ Ահա մեր կողքին է մեր սիրելի Էդգար Արամյանը, որը որ իսկականից ժավախցի։ Ես բոլոր ժավախքի ընտանիքների երիտասարդներին խնդրում եմ, ովքեր գործում են օդարափերում, ունեն ինչ-որ մի քայլեր, թող բոլորը նմանվեն մեր սիրելի ընկերոջը Էդգար Արամյանին, այս մարդը, այս երիտասարդը ոչ թե միայն այստեղ, այս ալիճի համար, այս մեր երիտասարդների համար, ոչ ընկերներ, նա Ռուսաստանում Մոսկվայում է թե ամեն մի տեղում, նրա ամեն մի ջանքը գործադրում է, նոր ինքը մի խոսքերով, մի քանի խոսքերով ասեց, որ ինչ գործեր է կատարել, թող ամեն մի լուման, ինչ որ ներդնում է, մեկը դառնա միլիոն այս մեր սիրելի Էդգարին, թող ունենա, բազմանա ամեն ինչը, որ օգնի մեզ, մենք էլ մեր դիրքերը պահպանած լինենք, ապրես Էդգար ջան, ամեն մի քայլերով, ապրես մեզ ջան, ապրես քո կալիքներով, շնորհակալություն բոլոր ծնողների կողմից, ապրես մեզ ջան։ Շատ ուրախ ենք, որ մեր քրտնաջան աշխատանքը գնահատվի։ Մեծ բան է, շատ մեծ բան է մարզիկի համար, երբ որ տեսնի իր քրտնաջան աշխատանքը, ճիշտ է մեդալներով, բաներով, բայց սպորտսմենը դժվարություններ կունենա, բան կունենա, իր կողքներ օգնող մարդ կեղնի, իրան ավելի ստիմուլ է, որ մյուս անգամ ավելի լավ ռեզուլտատներ ցույց տա, օգնի իր ընտանիքին, ծանոթներին, արդեն մեծահասակ ենք, մենք մեր ընտանիքները կկազմենք, մեզ է պետք շատ շնորհակալ ենք Արամյան ջան, որ համար ձեզի։ Հարգելի եւ սիրելի ժավախցիներ, ախալքալակցիներ, այսօր Ծալգայի ներկայացուցիչ Էդգար Արամյանը ցեզ կողքին է։ Շատ հարստացուցիչ երևույթ է, որ ինքը գտնվելով Մոսկվա քաղաքում չի մոռանա, թե ինչ է կատարվում իր հայրենիքում։ Եվ մենք հբարդությամբ այսօր ասում ենք, որ Ծալգայի ներկայացուցիչ Էդգար Արամյանը իրոք գերաշնոր ազնվորություն է, մեծ հարգանք վայելող թե իր հայրենիքում, թե Ռուսաստանում, եւ իզուր չէ, որ նա այսօր որպես առաջադեմ գործընթաց տանող մեծ հաստատությունում աշխատանք ծավալուն, աշխատանք կատարող գործերով առաջընթաց ունի Մոսկվայում իր հիմնարկը Ռուսլանադին տնտեսությունը այսօր կարող ենք հբարդությամբ ասել, որ լոկոմոտիվն է տրանսպորտային եւ ճանապարհաշինարական գործընթացի մեջ։ Էդգար ջան, հաջողություններ եմ մաղթում իրոք Շնորհակալություն ծնողներից, սպորտսմենների կողմից եւս մեր մարզիչների կողմից շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար ու ցանկալի կլինի հանդիպումները լինել հաջողակի, մրցումներ կազմակերպենք եւ տեղում ահագին ժամանակ է մեծ մրցում չենք անցկացրել, կցանկանայինք մրցում անցկացնել, որովհետեւ մեր այս դահլիճում ունենք Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի մեդալակիրներ, շատ չեմպիոններ, ովքեր ես գիտեմ ջավախցիներ կուզենան տեսնել նաեւ մեր քաղաքում բռնցքամարտերից ու ողջունեն իրենց մեծ հաղթանակ ունենք Հրաներ ջան Արամյան ջան նորից եւ նորից շնորհակալություն ու այսքանով վերջացնենք եւ կհանդիպենք ուրիշ անգամ ավելի ջերմ, չնայած շատ ջերմ էր մթնոլորտ է ու նորից հանդիպումներ մեզ իրար հետ, թեկուզ այստեղ, թեկուզ Մոսկվայում, տարբեր տեղերում, թեկուզ մոտ